ինչ-որ բան փոխվել է, փոխվում է, դեռ շատ ճանապարհներ պետք է անցնի, մենք ունենք Հայաստանում շատ լավ մթերք, ուղղակի իրան լավ չեն կարող մշակեն, ներկայացնել։ Ուտելիքների մասին շատ բան գիտեմ, որովհետև աշխատել եմ խոհանոցում։ Ինչ գիտեք մեր մանթիի մասին։ Քանի տեսակ մանթու ունենք։ Ու ես շատ եմ ճամփորդել։ Okay։ Շատ եմ ճամփորդել, մինչև բլոգի սկսելը։ Դե բլոգներ ինչ սկսել։ Այո։ Հիմա խոսենք Թուրքիո ջաշի մասին։ Հա, խոսանք։ Եվ ադիգա գոքնեց էզի, չէ, ճամփորդել։ Հա, շատ օգնեմ, որովհետև ես օրինակ, եթե կերել եմ թիրամիսու, ես գել եմ ամենաճիշտ տեղը, որտեղ որ հենց թիրամիսուն այդ ռեստորանից է ինքը հայտնվել։ Ինքը Միշելան ստար։ Սկզբնախբյուրից, ուր որ պատրաստած։ Այսինքն ես այդքան արժեք նախքան բլոգի սկսելը, ես այդքան իմ մեջ այդ բանը կար, որ ես պետք է իմանամ ամենաճիշտը ինչպես է, պետք է ես իմանամ, օրինակ եթե ճամփորդել եմ Իտալիա, այսինքն քաղաքում եմ հայտնվել, իր մասին սկսել եմ կարդալ, օքեյ, այս քաղաքում եղել է Aperol Spritz-ը, գնամ իր ամենալավ տեղինը փորձեմ։ Այդ գիտելիքը ես ունեցել եմ մինչև բլոգի սկսել եմ, ու հետո խանութում էլ որ աշխատել եմ, ինքը շատ օգնել, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս խանութում աշխատել եմ։ Ու թե Սարը ջաշ եպել գիտեք, պաստորը։ Թե Սարը խանութում եմ աշխատել, թե տաք խանութ, ասենք թե pastry, թե տաք խանութը շատ վտանգավոր է, շատ ստրեսային է, ահա որ ստրեսային է, շատ։ Որտեղ պիտի հասցնես, պիտի ճիշտ պատվերը պահի տակ well done պատրաստես կամ նվազ եփված կամ դի այդքան դժվար է։ Այս իթե այս բոլորը գտի դարգեք, կաբրիկ, գջաշեք, գփորձեք, զարգացում գա այս ոլորտի մեջ։ Ես ուրիշ տեղ պիտի հասնեմ, բայց ուզում նախ լսել ցեզի։ Ասեմ ձեզ, բավականի զարգացել եմ, ես 2013-ին եմ, 12-ի վերջերը, հիմա կասենք սենց կլորացրած 13-ին եմ տեղափոխվել Հայաստան, որ համեմատում եմ այն սկզբի ժամանակ, 11 տարի առաջ, ups and downs, շատ մեծ տարբերություն։ Ահավոր էր, հետո սկսեցին մարդիկ ճամփորդել, տարիցը ստեղծեց, որ ժողովուրդը կարան ճամփորդան, իրանք էլ հասկանան ու տեստը ինչպես է օրիգինալը, այդ ինքը բավականի օգնել է ճամփորդելը, որ հեշտ են սկսել ճամփորդել, այդ ինքը բավականի ժողովրդին օգնել է, իսկ ինչ-որ բան փոխվել է, փոխվում է, դեռ շատ ճանապարհներ պետք է անցնի, մենք ունենք Հայաստանում շատ լավ մթերք, ուղղակի իրան լավ չեն կարող մշակեն, ներկայացնել, ու չասեմ, որ խոհանոցում ինչեր է կատարվում, նոր ռեստորան է բացվում, խոհարար են բերում դրսից, ծախսը շատ է, իրան մի ամիս են պահում, հետո հանում են, հետո սուշեֆին հանում են գլխավոր խոհարար, և երկրաշարժ գլա, չէ։ Հա, դա մեծ խնդիր, գնում ես ռեստորանը, հավանում ես ուտեստը, մենյուն հավանում ես վրևից մինչև վերջ, ամեն ինչ իդեալական է, մեկ ամիս հետո գնում ես, ամեն ինչ դառնում է, ամեն ինչ փոխվում է։ Այդ խնդիրը մենք ունենք Հայաստանում։ Այսինքն խնդիրը որտեղից է գալիս, որ սիրում են մեկ ինչ հայեր սիրում են զարմանան, աշկը ավելի շուտ պետք է կշտանա, քան ստամոքսը կոպիտ ասած, այսինքն ներդրում են ռեստորանի ոճին, դեկորին, հա, էլ չասեմ, տուալետը պետք է շատ չսիրուն cute լինի, որ աղջիկ գրավի, հաճախորդը ավելի շատ այդ մասան լինի, բայց հետո որ գնում է խոհանոցի վրա, մինիմում ներդրումն են անում։ Եվ ասում են ինչ որ գա տրեք տողոդեն, չէ, հայկական ձևով։